նախքան ազգային ժողովի նախագահի պահվածքը մեկնաբանելը պետք է մեկնաբանեն այն անձնավորության պահվածքը, որը խուլիգանական, ես կմեկնաբանեմ եւ կորակեմ խուլիգանություն իր պահվածքը, երբ որ մարդը իրեն թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի հետ խոսել արայով։ Դա առնվազն խուլիգանություն է, դա երբևէ որևէ մեկը թող չհամարի խոսքի ազատություն, որովհետև խոսքի ազատությունը պետք չէ շփոթել խուլիգանության հետ։ Եվ եթե իրենց կարծում է, որ օրինակ իրենք ապրում են այնպիսի մի երկրում, որ իրենք կարող են ազգային ժողովի նախագահային Բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսելիս օգտագործեն արաեզրույթը եւ մնան անպատասխան, առնվազն սխալվում են։ Իհարկե հիմա դրանց համար իրենց ծնոտին չեն ստանում, իհարկե հիմա այդպիսի արարքի համար, արայով խոսելու համար զուգարանում ախրանիկները ծեծելով չեն սպանում, բայց դա չի նշանակում, որ պետք է դրան ընդհանրապես պատասխան չլինի։ Պատասխանը կլինի այնպես, ինչպես սեռական բնույթի հայրենիք ինքը հնչեցեց այն բանից հետո, երբ որ Ալեն Սիմոնյանը նրան պատասխանեց իր արա ասածին։ Ինքը բաներություն կներեք, էլի եմ ասում, ինչ պետք է Արամ Պապատը ասելու փոխարեն իր թիկնապահներին հրահանգեր տանեին զուգարանում գլուխը պատերին տալով, բռունցքով սպանեին, թե մի հատ ծնոտին խփեին, թե մի հատ, ինչպես երջանկահիշատակ Սեյրան Օհանյանը կարծեմ ասեց, բա Արամ Մանուկյան, Սերժ Սարգսյանին հայում ես, մի հատ, ինչպես? Սեյրան Սարոյանի, ներողություն, Սեյրան Սարոյանը, որ ազգային ժողովի անձնից ասում էր, որ բա Արամ Մանուկյան, ուզում ես Սերժ Սարգսյանին հայես մի հատ ապտակել չուտես, թե պետք է այդպես գործել Ալեն Սիմոնյանը, որ այսօր էլ ասենք ասեր, բա ուզում եմ իմ հետ արայով խոսեմ, մի հատ ծնոտին էլ չուտի, ոչ,